Մենք վերադարձանք եւ ժամանակն է ներկայացնել մեր հաջորդ հյուրին։ Ֆրանսիաբնակ օպերային երգիչ Ադամ Բարոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով։ Երևանյան համերգը տեղի կունենա հուլիսի 21-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Երգչի ծննդավայրում Գյումրիում նախատեսված համերգը տեղի կունենա հուլիսի 22-ին 7 բերք եկեղեցում։ Իսկ Ապանի համերգը կանցկացվի հուլիսի 25-ին քաղաքի արվեստի պետական քոլեջում։ Ադամ Բարոն մեր այսօրվա հյուրն է եւ մեր տաղավարում է արդեն։ Բարի առավոտ։ Դուք ապրում եք Ֆրանսիայում, բայց Փարիզում։ Դուք գյումրեցի եք։ Այո։ Դա իրականում շատ կարևոր է եւ կարևոր է, որ ձեր համերգը հենց 7 վերք եկեղեցում է տեղի ունենալու։ Այո, տեսեք, ես 26 տարի է որ ապրում եմ Ֆրանսիայում, բայց իմ ընկերները ինձ ասում են, որ ինձ ոչինչ չի փոխել եւ ես հուսով եմ, որ մինչև իմ կյանքի վերջ ոչինչ չի փոխվի, ես կմնամ նույն Մուրադ Ամիրխանյան Ադամ Բարո կեղծանվամբ։ Իսկ ի՞նչն է ամենաշատը ձեզ Հայաստան բերում բացի համերգներից։ Դե բնականաբար թորնուհիներս եւ ուրախ եմ, որ իմ ընտանիքը աղջիկներս մեկը բնականաբար կուզենայի, որ երկրորդն է լիներ մեր երկրում, բայց հուսամ նա էլ կվերադառնա մի քանի տարի անց եւ բոլորս կլինենք մեր երկրում։ Եթե խոսենք մի փոքր ձեր ծննդավայրից, Գյումրին ինչպիսին էր դեռ այն ժամանակ եւ հիմա։ Դե Գյումրին, գիտեք, իմ մանկության հիշողությունները այնքան ջերմ են, այնքան տաք են եւ նույնիսկ 7 վերք եկեղեցու բույրը, որ ես ուր էլ որ գնամ աշխարհում եկեղեցու այդ բույրը չեմ մոռանա եւ կարծես եկեղեցին 7 վերքը ինձ կանչում է եւ սա կլինի իմ երկրորդ մենահամերգը 7 վերքում, որտեղ ծափարություններ չեն լինի, կլինեն միայն հոգեվոր երկեցողություն եւ կներկայացվի արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաեւ մեր հայկական տաղեր, շարականներ, մեղեդիներ։ Իսկ ինչու հատկապես այս թեման ընտրեցիք այս անգամ համերգային ծրագրի համար։ Ինձ համար ես պետք է լինեմ կարևոր մեկը որպես արտիստ, ես պարզապես երգիչ չպետք է լինեմ եւ իմ յուրաքանչյուր օրը պետք է գոնե 3 լավ բան անեմ, մեկը ինձ համար, մեկը դիմացինիս եւ մյուսը հայրենիքիս համար։ Այսօր ինչ եք հասցրել անել։ Այսօր առավոտյան հասցրել եմ թորնուս հետ խոսել եւ մենք կարդում գրում ենք հայերեն, այնպես որ հետո երկրորդը այստեղ ձեզ հետ։ Սա շատ կարևոր լավ բան է։ Եվ երրորդն էլ արդեն պատրաստվում է օրվա մեջ։ Երկար ժամանակ է բնակվում եք Ֆրանսիայում։ Որ կլինեմ Էրեբունիում։ Շատ լավ բան։ Երկար ժամանակ է ինչ ապրում եք Ֆրանսիայում, բայց կարծես թե ամեն անգամ վերադառնում եք Հայաստան, չեք մոռանում ձեր արմատները եւ այստեղ շարունակում եք երգել, ստեղծագործել։ Ինչն է ձեզ կանչում անընդհատ Հայաստան։ Ես կարծում եմ, որ աշխարհասփյուռ հայերս, այն հայերով ովքեր որ հպարտ են, որ հայ են ու իրեն ճակատին գրված է, որ հայ եմ եւ արյամբ հայ են, իրենք օր ու գիշեր չեն վարանում մտածելու, թե ինչպես կարող են օգտակար լինել մեր հայրենիքին։ Իսկ ձեզ համար առհասարակ հավատն ու արվեստը, երաժշտությունը որքանով են փոխկապակցված։ Այնքանով, որ ես շատ հավատացյալ երգիչ եմ եւ ինձ համար 1700-ամյակը մենք մեծ շուկով նշեցինք 25 տարի առաջ եւ հիմա 25 տարի անց պետք է որ ոչինչ փոխված չլիներ այն անձի համար, ով որ հավատում է Տիրոջը։ Այսինքն ես չեմ սիրում անպագորգոր բառեր ասել, ես սիրում եմ պարզապես երգել, շնորհակալ լինել իմ Տիրոջից եւ այդ օրհնությամբ շարունակել իմ օրը, կյանքը։ Այ խոսեցիք հոգեբոր երաժշտությունից, որքանով է կարևորում հոգեբոր երաժշտությունը եւ որքանով համաշխարհային մշակույթի մեջ իր տեղն ունի հայկական հոգեբոր երաժշտությունը։ Եթե նույնիսկ չունի, ուրեմն մենք պետք է աշխատենք եւ ջանք թափենք, որ ել ավելին բացահայտել տանք մեր երգը, մեր հոգեբոր արժեքները աշխարհին։ Իսկ Կոմիտաս երգում եք։ Իհարկե, Կոմիտաս օրինակ Տեր Ողորմյակ երգեմ, թե Երևանում, թե Գյումրիում ամսի 22-ին եւ թե Կապանում ամսի 25-ին։ Ֆրանսիայում երգել եք հայկական հոգեբոր երաժշտություն եւ ինչպիսին է եղել արձագանքը։ Գիտեք, ինձ համար ես այն երգիչն եմ, ով որ կարծես թե դեսպանն է իր երկրի եւ յուրաքանչյուր հայ այդպես է մտածում,
թե ինչ կարող է լավ բան անել արտերկրում, որպեսզի հնարավորինս ցույց տա իր հայրենակիցներին, որ պարզապես չի ապրում, այլ գործով ապացուցում է։ Ինչու եք որոշել, որ նաև համերգ ունենալ Կապանում։ Հա, որովհետև ինձ համար կարևոր էր, որ Կապանը մեր Սյունիքը չասեն, որ մեզ մոռանում են, հետո երբ որ արհավիրք մի բան է լինում, նոր մեզ հիշում են, եւ կամեցա, որպեսզի այդ հյուսիս հարավը կապեմ երգով 1725-ով եւ ասենք, որ մենք ձեր կողքին ենք։ Դուք նշեցիք, որ դուք ձեզ համարում եք դեսպան մշակութային։ Այո։ Այ եթե հնարավորություն ունենայիք ընդամենը մեկ երգով, մեկ ստեղծագործությամբ ներկայացնել Հայաստանը, որը կլիներ դա։ Հատնտիր Տեր Ողորմյաններ կան, որ ես իմ տեսաերիզում ներկայացնում եմ նաև եւ ինչպես նաև այնտեղ ինձ համար կարևոր էր, որպեսզի այն ամենը, ինչ որ ես երգում եմ, թարգմանվեր թե անգլերեն եւ թե ֆրանսերեն եւ ուրախ եմ, որ մեծ հայասեր, հայագետ Ժան-Պիեր Մայի կողմից այն նաև թարգմանվեց ֆրանսերեն, այսինքն այն, ինչ ես երգում եմ հայերեն, ես կամեցա, որպեսզի դա լինի անպայման ֆրանսերեն եւ անգլերեն եւ հնարավորինս սրտները, այսպես ասած, հալեցնի այն Եվրոպացուն եւ բերի դեպ Հայաստան էլ ավելին ցույց տալու եւ բացահայտելու մեր հայրենիքը օտարների համար։ Հայկական հոգևոր երաժշտություն արևմտյան հոգևոր երաժշտությունից, եվրոպական հոգևոր երաժշտությունից ինչով է տարբերվում։ Բնականաբար մեր լադը, որ շատ կարևոր է եւ երջանիկ եմ, որ Կոմիտասի հետնորդն եմ եւ այն մեծ մեր հայը կարողացավ սատարել եւ կարողացավ ամեն ինչ անել, որպեսզի մենք ունենանք մեր ուրույն տեղը դերը երաժշտության մեջ եւ բնականաբար որպես արտիստ ինձ համար կարեւոր է, որ ես ցույց տամ մեր հոգեվոր արժեքները երգով։ Վստահ եմ, որ աշխարհով մեկ շատ տարբեր բեմերում եք ելույթ ունեցել եւ տարբեր բեմեր եք նվաճել ու հանդիսատեսի սրտեր եք նվաճել, բայց աշխարհում ամենակարևոր բեմը որն է ձեզ համար, որը ձեզ հուզում է ամեն անգամ։ Դե չեմ ուզում թվա թե մեր երկրում եմ, դրա համար եմ այդպես ասում, բայց հավատացեք, հայ լինելը Հայաստանում ավելի դժվար է, քան արտերկրում եւ Հայաստանում կարծես թե ինձ համար քննություն լինի ամեն անգամ եւ նույնիսկ շատ մեծ երգիչ երգչուհիներ մեր երկրում ավելի դժվար, ավելի վատ են երգում, քան արտերկրում։ Չգիտես ինչու արտերկրում դու քո թևերը ավելի են լայն բացվում, բայց մեր երկրում կարծես թե ավելի այդ պատասխանատվությունը, այդ բեռը ավելի մեծ է լինում, ցույց տալու, բացահայտելու, ասելու, որ ես լավն եմ, իրոք որ լավն եմ, բայց չգիտես ինչու մեր երկրում ստացվում է, որ մի փոքր էլ ավելի ջանք պետք է թափենք, որպեսզի մենք կարողանանք ցույց տալ դիմացինին, որ մենք իրոք յուրօրինակն ենք։ Որքանով եք տեղյակ Հայաստանում երիտասարդ սերունդից եւ արդյոք ունեք արդեն ֆավորիտ երգիչներ եւ տեղյակ եք արդյոք թե որքանով են մարդիկ հետաքրքրված Հայաստանում նաեւ հոգեվոր երաժշտությամբ։ Այո, ես մոռացա ասել, որ ինձ համար բնականաբար ես երջանիկ եմ, որ երգելու եմ 7 վերքում, այսինքն ճիշտ է, բնականաբար շատ անգամներ մինչ Հայաստանից մեկնելս երգում էի Արամ Խաչատրյան համերգասրահում, որ ինձ համար բեմերի բեմներ ժամանակին ու հիմա էլ շարունակում է ինձ համար մնալ, բայց ինձ համար կարևոր է նաև այդ համերգը, որ կլինի Գյումրիում, այդ բույրը իմ մանկության եւ ես կարծես բոլորին տանում եմ դեպ Տերը փառաբանելով, շնորհակալ լինելով ու ասելով, որ Տեր, եթե մենք 3 միլիոն կանք այստեղ եւ դեռ մեզ չեն խժռել, ուրեմն դա նաեւ քո օրհնությամբ է եւ այդ հավատքն է մեզ, որ պահում է կարողանում ենք դիմակայել եւ դիմակայելու ենք հավերժ։ Իսկ վերադառնալով, հա, ես չմոռանամ նաև ասել, որ այսօր մեր Հասմիկ Հացագործյան մեծ հայուհիներից
մեկի մեծ երգչուհիներից մեկի ծննդյան օրն է, շնորհավորենք Հասմիկ Հացագործյանին մեր Մենք նույնպես միանում սոպրաններին, հավորանքներին։ որովհետև ես բախտ եմ ունեցել երգել իր հետ նաև Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում, այնպես որ շնորհավորում եմ սիրելի Հասմիկ քո ծննդյան օրը։ Մենք նույնպես միանում ենք։ Այս շատ հետաքրքիր տեղ հասանք, այսպես աշխարհահռչակ երգիչներից ում հետ եք առիթ ունեցել ելույթ ունենալ հենց Չիչիլիա Բարտոլիի հետ եւ ինձ համար գիտեք ես առհասարակ մի գործ որ անում եմ հետո գնում եմ առաջ, թողնում եմ ուրիշները ավելի լավ են հիշում իմ պատմությունը եւ իմ անցած փորձը, քան ես ինքս։ Ես այն երգիչն եմ, ով որ երգում է, օրինակ հիմա ճիշտ է, մարտին ես եկել էի եւ Արնո Բաբաջանյան 105 մեծ համերգ տեղի ունեցավ, չէ, այս տարի հիշում եմ, լավ, բայց ասենք թե գործը ես որ անում եմ, ես սիրում եմ միշտ առաջ նայել եւ կարծես թե հետո իմ բնութագրի մեջ գրված է լինում, այդպես հիշում, վաու, ես սա էլ եմ արել, վաու, սա էլ եմ արել, այնպես որ երգիչներիս համար կարծես թե կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շատ երգենք եւ լավ մարդկանց հետ ծանոթանանք։ Քանի որ մենք այսօր հասցրեցինք ծանոթանալ, մի փոքր զրուցել, մենք չենք կարող ձեզ բաց թողնել առանց ձեզ լսելու, որովհետեւ մենք հոգեվոր երաժշտության կարիք ունենք առավոտյան, մեր հեռուստադիտողը նույնպես, այնպես որ ձեզ կխնդրենք, որպեսզի մի փոքր Կալի եք բերում։ Լավ, դե փորձեմ ես Տեր ողորմյա երգեմ ու շնորհակալ լինենք Տիրոջը, որ մեզ պահապան լինի, ես աղանդավոր չեմ, ներողություն, ես պարզապես հավատացյալ երգիչ եմ, ով զգում է, որ Տիրոջ կողմից օրհնված է եւ կամենում է փառաբանել երգով, շնորհակալ լինելով։ Լավ օրվա սկիզբ է փառաբանությամբ Սիրով վայելենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր եթերում էր Ադամ Բարոն, խոսքերն ավելորդ են, համերգային ծրագրեր ինչպես Գյումրիում, այնպես էլ Կապանում, առիթ ունեցեք ներկա գտնվելու եւ վայելելու այս հիանալի ստեղծագործությունները։ Իդեպ նշենք, որ առաջին համերգը ամսի 21-ին է հուլիսի Արնո Բաբաջանյան համերգասրահում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ էլ։ Մենք անցնենք առաջ Եվ այս պահին դիտենք Գովաշչյանցի եթերում։